Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ, որ գնահատենք ամեն մի օրը։ Այսօրը նվեր է քեզ համար, ուղղակի իմացի։ Այն ինչ որ այսօր կլսես, Աստծո պատգամն է քեզ ուղղված։ Ես գիտեմ, որ ամեն անգամ կարող է հանկարծ գոնե մեկ մարդ, գոնե երկուսը կան եկեղեցի, վերջի անգամ ինչ որ մի լուրջ ծրագիր իրականացնելուց առաջ։ Որովհետև երբ որ մարդկանց գործերը շատ լավ է, նրանք շատ չեն հիշում Աստծո մասին եւ եկեղեցու մասին, բայց երբ որ մարդկանց գործերը շատ վատ է եւ իրանք կանգնում են ինչ որ փակուղու առաջ, նրանք մտածում են վերջի անգամ, որովհետև բոլորը գիտեն, վերջի օրհնությունը, վերջապես ելքը անհնարին, անելանելի իրավիճակում Աստված կարող է տալ։ Եվ դրա համար ես իսկապես խիստ գնահատում եմ ամեն մի օրը, որովհետև իսկապես ամեն մեկը մի հոգեվիճակով է գալիս, ամեն մեկը մի փափագով, մի սպասումով, մի կարիքով, ամեն մեկը, բայց փառք Տիրոջ, որ Աստված ամեն մեկին պատասխանա տալիս իր խոսքի միջոցով, եւ ասում է, եթե մեկը լացում է իր հետ, լացեք, եթե մեկն ուրախանում է իր հետ, ուրախացեք։ Եթե կողքինդ հանկարծ կտեսնես, որ տրտում է ու լացում է, աղոթի իր համար օրհնի։ Եթե տեսնում ես կողքինդ ցնծության մեջ է, հասկացի իրան, պատճառ ունի, դրա համար պատճառ ունի, հասկացեք պատճառ ունի, ամեն մի բան։ Մի մարդ ասում էր, մենք երբեմն չենք կարողանում հասկանալ մի մարդու, որը մեր կողքին է եւ մեզ թվում է այնքան աղքատ է, որ կարծես թե ոչ մի պատճառ պիտի չունենա Աստծուն օրհնելու, բայց դուք չգիտեք, որ այսօր վերջապես ինքը կարողացել է փող հայթայթել եւ իր երեխայի համար դասագիր կա գնել եւ դրա համար ցնծում Աստծո առաջ։ Ասում եմ, շատերը դա կարող են չհասկանալ։ Հասկանում եք։ Ուզում եմ իմանալ, որ շատ տարբեր իրավիճակներ կան։ Ինչ որ մեկը հիմա մեծ ծանր սրտով ուզում է Տիրոջ նախաղակի, Տեր, պահպանի նրանց, ովքեր կանգնած են այսօր սահմանին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար հիշատակի օրը մենք հիշում ենք, որ մեր ժողովուրդը 101 տարի առաջ եւ ինչու 101 տարի առաջ, դեռ 110 տարի առաջ եւ դրանից էլ առաջ շատ զրկանքներ ու պակասություններ ա կրել։ Եվ դրա մեջ երկրորդական չի եղել պատճառը, հավատքի պատճառը, որ մեր ժողովուրդը կրել է։ Այո, մեր ժողովուրդը երկու բանի համար դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ պայքարել է։ Հանուն հավատքի եւ հանուն հայրենիաց։ Ուզում եմ ձեզ ասել, որ իմ կարդացած, իմ ստացած տեղեկություններով էլ հանուն հայրենացը ավելի ուշ է միացել հանուն հավատքի այդ խորագրին, այդ կարգախոսին։ Սկզբում եղել է, մենք մեր հավատքի համար պիտի կանգնենք մեր հողի վրա, մեր հավատքի համար պիտի պահենք մեր երկիրը, մեր հավատքի համար մենք պիտի պայքարենք։ Ինչևէ, շատ չխորանամ, պիտի անցնեմ պատգամին։ Էնպես է ստացվել, որ արդեն երկրորդ անգամը ես շարունակում եմ։ Արդեն երրորդ պաշտամունքն է, որ շարունակություն է, բայց փորձեմ, որպեսզի իսկապես հենց կեսից չհայտնվեմ շարունակության տեղում, այլ թե որտեղից սկսեցինք։ Սկսեցինք այնտեղից, որ Աստված իր ստեղծած ժողովրդին, իր ընտրած ժողովրդին ասում էր. եղեք իմ նման։ Եղեք իմ նման։ Ես ձեզ իմ պատկերով ու իմ նմանությամբ եմ ստեղծել, որպեսզի լինեք իմ նման։ Սուրբ եղեք, որովհետև ես ձեր Տերը սուրբ եմ։ Եղեք իմ նման։ Աստված ասում էր, իմ նման եղեք։ Աստված չասեց, դուք իմ պատկերով եւ նմանությամբ եք ստեղծվել, որովհետև ես սուրբ եմ, ինձ նման եղեք։ Քո Աստվածը սուրբ է, քեզ կանչել է սուրբ լինելու համար, քեզ չի կանչել մղձավանջում, խավարում, պղծության, մեղքի մեջ լինելու համար։ Ամեն։ Եբրայեցիս թուղթը ասում է հետևյալը. հետևեցեք սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Պետրոսն ասում է. ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը, որովհետև գրված է. սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Պետրոսը շարունակում է. դուք ապրեք սուրբ եւ աստվածապաշտ կյանք, սպասելով Տիրոջ գալստյան օրին հասնել։ Որպեսզի հասնենք այն օրը, պիտի ապրենք սուրբ եւ աստվածապաշտ կյանք։ Պողոսը Եփեսոսի եկեղեցում գրում է. Հայրն ընտրեց մեզ Քրիստոսով, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Ալելույա, փառք Տիրոջը։ Հռոմացիս թղթում Պողոս առաքյալը գրում է.
Բայց հիմա, որ մեղքից ազատվել ենք, Աստծուն ենք դարձել, պտուղը պիտի լինի սրբությունը, որ վերջը լինի հավիտենական կյանքը։ Կան այստեղ մարդիկ, որոնք հավիտենական կյանքի հույս ունեն։ Հավիտենական կյանքի հույսը մեզ հուշում է, մեզ ստիպում է, որ մենք այնտեղ հասնելու համար պիտի սուրբ լինենք, որովհետև Աստծո կամքը ձեր սրբությունն է, որովհետև Աստված մեզ պղծության համար չկանչեց, այլ սրբության համար։ Ալելույա, փառք Տիրոջը, սա պիտի հիշենք ամեն օր։ Այո, բոլոր եկեղեցիները սա հասկանում են եւ բոլոր եկեղեցիները ուզում են ձգտեն սրան։ Եվ ես անցած անգամ ասեցի, ցավոք, այսօր եկեղեցու գլխավոր շեշտը, գլխավոր շեշտադրումը սա չի, բայց մենք պիտի վերադառնանք արմատներին։ Խնդիրն այն չի, որ մենք տեսնենք որտեղ ինչ որ մի սխալ կա ու քննադատենք, քննադատությունը ընդհանրապես իմ բաժինը չի, քննադատությունը ընդհանրապես իմ գործը չի եւ ոչ էլ ուզում եմ որ քո գործը լինի, բայց ուզում եմ որ վերադառնանք արմատներին ու տեսնենք ովքեր էին քրիստոնյաները եւ վերադարձանք ու տեսանք քրիստոնյաները, երբ որ առաջի անգամ Անտիոքի մեջ անվանվեցի աշակերտները, որ անվանվեցին քրիստոնյաներ, այդ քրիստոնյաներ բարի բացատրությունը կամ մեկնությունը կամ իմաստը հետևյալն էր, փոքրիկ Քրիստոսներ։ Ամեն մի քրիստոնյա պետք է լինի փոքրիկ Քրիստոս։ Ամեն մի քրիստոնյա պետք է լինի Քրիստոսի նման։ Մանավանդ, որ կարդում ենք նաև Սուրբ գրքի մեջ, որ Աստված մեզ նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինենք։ Նախ Աստված երբ որ ստեղծեց իր պատկերով ու իր նմանությունով ստեղծեց։ Հետո իր ժողովրդին ընտրած ժողովրդին ասեց իմ նման եղեք, շարունակեք իմ նման լինել, որովհետև ես սուրբ եմ։ Հետո Աստված իր որդուն ուղարկեց եւ իր որդուն դեռ ուղարկելուց առաջ նախասահմանել էր, որ որդու միսիան կայանում է նրանում, որ երկրի վրա մարդկանց դարձնի իր նման։ Եվ պարզ կարդում ենք, որ Աստված ում որ ճանաչեց, նրան էլ նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինեն, շատ պարզ ու հստակ, լինեն իր որդու նման։ Ահա քրիստոնեության իմաստը։ Ես ուրիշ իմաստ չեմ հասկանում, հասկացեք։ Քրիստոնեությունը ոչ մի խորհրդավորություն եւ մոգություն իր մեջ չունի, քրիստոնեությունը շատ պարզ է, կյանք, ուղիղ կյանք, Քրիստոսի նման ապրել։ Մնացածը ուրիշ ոլորտից է, ավանդություններից կարող է լինել շատ տարբեր բաներից, բայց ոչ քրիստոնեությունից։ Ես անցած անգամ շատ պարզ միանշանակ ասում էի, եթե մեկը Քրիստոսի նման չի, եթե մեկը փոքրիկ Քրիստոս չի, նա քրիստոնյա չի։ Հիմա եթե մեկը կարող է դիմանա, կարող է ինչ չի հետարկում, ես Սուրբ Գիրքն եմ քարոզում, ավետարան եմ քարոզում։ Ուրեմն մենք պիտի իմանանք, իսկ ինչպես պիտի հասնենք դրան։ Երբ մենք հնազանդվում ենք Աստծուն, Աստծո շնորհքը դարձնում է մեզ ընդունակ ապրել Քրիստոսի նման։ Ամեն ինչից առաջ մենք պիտի դառնանք Աստծուն։ Ամեն ինչից առաջ մենք պիտի վստահենք Աստծուն։ Հիսուսի պատվիրանները եւ պայքարը սրբության կյանքի համար, ինչպես դա պիտի տեղի ունենա, ինչպես մենք պիտի ապրենք Աստծուն հնազանդ կյանք։ Հիսուսն ասում էր. ես չեմ եկել օրենքը եւ մարգարեները քանդելու, ես եկել եմ կատարելու։ Ասում եմ, անգամ գոնե երկու շատ հեղինակավոր մարդ, ուրիշ շատ մարդիկ եղել են, երկու շատ հեղինակավոր մարդ, որոնցից մեկը շատ մեծ անգամ շարժում է առաջնորդում, ինձ ուղղակի հարցրեց, ինչու է ձեր եկեղեցու ճակատին 10 օրենքները գրված, ինչա մտածում եք օրենքները պահելով պիտի արդարանաք, ինչու եք դա անում։ Ինձ համար տարօրինակ էր, զարմանալի, որ այդքան մեծ մարդիկ, անգամ այդքան մեծ մարդիկ այդպիսի հարց կարող են տալ։ Ես իրանց հարցրեցի, դուք Աստվածաշունչ ունեք, պատասխանեցին այո, ինչու է քո Աստվածաշնչի մեջ գրված այդ։ Միթե դուք մտածում եք, որ գրված է նրա համար, որ դրանցով ապրեք։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք հասկանում ենք, որ օրենքի պահելով կամ օրենքի գործերով ոչ ոք չի կարող արդարանալ, որովհետև մարդը այդքան ընդունակություն, կարողություն, հնարավորություն չունի, այդքան ուժ չունի,
Ամբողջ խնդիրը կայանում է, որ Հիսուսն եկավ, որ ինքը կատարեր այդ օրենքը եւ մեզ շնորհք տար, որ այդ օրենքը մեր կյանքում կատարվի։ Ուզում եմ ասել, իմ սիրելի քույրեր եղբայրներ, ինչ անուն ուզում եք տակ, ավետարանում գրված է, բոլոր շնացողները եւ այլը, երկնքի արքայություն չեն ժառանգի։ Ոնց ուզում եք հաշվեք։ Ուզում եք օրենք հաշվեք, ուզում եք շնորհք հաշվեք։ Բայց մենք ամեն ինչ իր տեղն ենք դնում։ Մենք պիտի ապրենք Հիսուս Քրիստոսի նման։ Հիսուսն ասաց, ես ձեզ նոր պատվիր անեմ տալիս, սիրես քո ընկերոջը, սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությունով եւ քո ընկերին սիրես քո անձի նման։ Գրված է այս մասին Ղուկասի 10:27 համարում։ Այս մեծագույն պատվիրանի մեջ տեղավորվում է 10 պատվիրանները, բոլորն էլ տեղավորվում են։ Բոլորը Լեռան քարոզը եւ երանելիների պատգամը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում Աստծո օրենքը։ Դրա համար արգելված է ոչ միայն չցանկանալ դրացու կնոջը, արգելված է անգամ ցանկանալու պատճառով, ցանկության հետևանքով կամ ցանկանալու համար չնայել, որն ավելի բարձր է, ավելի սուրբ։ Այո, մենք ասում ենք քիչ է մի շնացիրը, անգամ մի նայի ցանկանալու համար։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ես ուզում եմ, որ սրանք մենք իսկապես հասկանանք, լրջությամբ հասկանանք։ Հիսուսի ուսմունքը, Աստծո օրենքը բարձրացնում է ավելի բարձր մակարդակի։ Եվ պիտի հասկանանք, որ սրբության համար պայքարը շարունակական է, որովհետև մարդկային բնությունը առաջվա նման հակված է մեղք գործելու։ Լսեք ուշադիր, իմ սիրելի քույրեր եղբայրներ, եկեղեցի գալով մարդու բնությունն անմիջապես չի փոխվում, մարդը շարունակվում է մնալ հակված, մարդը շարունակվում է լինել կրքերի ենթակա, եւ դրա համար սրբության պայքարը ամեն օր տեղի է ունենում, կամ դու պարտվում ես, կամ դու հաղթում ես։ Երբ որ քո աչքերի կամ քո սրտի ցանկությանը հետևելով ժամերով իսկ այսօր ցավոք սրտի հերոստատեսությունը եւ համացանցը ձեզ լայն առաջարկ անում եւ եթե դու դրանց հետևից ես գնում սրբության մասին խոսելն էստեղ ավելնորդ է փրկության մասին խոսելն էստեղ ավելնորդ է քրիստոնյա լինելու մասին այստեղ խոսելն ավելնորդ է եւ եկեղեցին այս մասին պիտի իմանա Մենք մեզ հեռու պիտի պահենք ամեն անմաքրությունից։ Մենք մեզ հեռու պիտի պահենք թե մարմնի եւ թե հոգու ամեն պղծությունից։ Սա է ավետարանի պատգամը եւ եկեղեցին սա պիտի հռչակի։ Ամենաարդար մարդն էլ հակված է մեղք գործելու եւ հաճախ էլ գործում է։ Ռուբիկ եղբայր, ես ինչ ես քարոզում, ավետարան։ Ուշադիր կարդացեք ավետարանը։ Դրա համար Պողոսը գրում է, որովհետև ես ներսի մարդով հավանում եմ Աստծո օրենքին, բայց իմ անդամների մեջ տեսնում եմ ուրիշ օրենք, որ իմ ներսի մարդու դեմ պատերազմ է անում եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքով։ Հռոմեացիս 7-րդ գլուխ կարդացեք։ Պողոսն ասում, ավետարան եմ ես քարոզում։ Նորից կարդամ, որովհետև ես ներսի մարդով հավանում եմ Աստծո օրենքին, բայց իմ անդամների մեջ տեսնում եմ ուրիշ օրենք, որ իմ ներսի մարդի դեմ պատերազմում է եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքով։ Պատերազմը շարունակվում է, նայած թե դու ում կողքը կկանգնես, նայած թե դու ինչ դիրք կգրավես։ Ներքին պայքար կա, ներքին պայքար։ Այո, դու չես ուզում, հավանություն տալիս ես, երբեմն դու որոշում ես, վերջ, սա այլևս ես պիտի չնայեմ, վերջ, սա այլևս ես պիտի սրան պիտի չմասնակցեմ, այս պիտի չանեմ, սա պիտի չնայեմ։ Եղել է, բայց պայքար կա։ Եվ եթե դուք վստահ չլինեք, եւ այդ պայքարի մեջ Աստծուն վստահած ձեր պայքարը չտանեք, Աստծուն խնդրելով, Աստծո հոգու առաջնորդությունով, Հիսուս Քրիստոսի անունով, դուք իհարկե տանուլ կտակ մեկը մյուսի հետևից եւ ասում էր ինչ խղճալի մարդ եմ ով ինձ կազատի այս մահի մարմնից ով Հիսուսի շնորհքը իսկական քրիստոնյաները որոնք այս պայքարն ընդունում են լրջորեն
Նրանք արտնացնում են այդ լրջորեն ընդունելով, արտնացնում են թշնամուն եւ նկատում են, որ թշնամին, սատանան մռնչացող առյուծի պես ուզում է գուլ տալ։ Բայց դուք Սուրբ Գիրքը շարունակում, բայց դուք ամուր կանգնեք հավատքով։ Այո, այդ պայքարը շարունակվելու է։ Լսեք իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ուղիղ նայեք ինձ եւ ես ձեզ ասեմ, քո սպիտակ մազերը եւ քո տարիքը, թե կլինի փոքր տարիք, թե կլինի մեծ տարիք, արի չցուցադրես։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Մարդու բնությունն է այդպիսին։ Եվ եթե մարդը չի պայքարում, երբ որ մարդը չի հանձնվում Աստծուն, երբ որ մարդը ինքը իրեն հանձնում է ընթացքին, ընթացքը երբեք լավ տեղ չի տանում, որովհետև մեղքը գալիս է ինքստինքյան, բայց սրբությունը երբեք ինքստինքյան չի գալիս։ Լսում եք։ Առաջի բանը, որ մենք պիտի հիշենք, հետևյալն է, որ հոգևոր այս պայքարը վարելիս, մենք ամբողջությամբ կախված ենք Աստծուց, սուպերմեն գոյություն չունի, հատկապես քարոզիչները երբեմն այնպես են 7-րդ երկնքի սրբության պատվանդանից ներկայանում, որոնք մտածում են, հələ նայենք կարողա ոտերն ամպոտ է, ոչ մեկի ոտերն ամպոտ չի, ոչ մեկը երկնքից չի իջել, բոլորս մարդ ենք, պայքարների մեջ անցնող, երբեմն պարտվող, բայց պարտությունը մեր ճակատագիրը չի, պարտությունը մեր բաժինը չի, մեղքը մեր ընտրությունը չի, մեղքը մեր թշնամին պիտի լինի եւ մենք պիտի պայքարենք։ Սա առաջինը, որ ես ուզում էի սրա հետ կապված ասեմ։ Երկրորդը, որ մեր ցանկությունները շարունակում են մնալ արատավոր Հիսուսին դառնալուց հետո էլ։ Մեր ցանկությունները մնում են արատավոր։ Լավ, այդ քո իդեալական պատկերացումը թող, մանավանդ դա ավետարանի հետ քիչ կապ ունի։ Վերադարձի քո կյանքին։ Երբ որ դու ապաշխարեցիր, դրանից հետո էլ ոչ մի գայթակղություն չունեցար, էլ աչքդ աչու ձախ չգնաց, էլ ոչինչ, էլ ոչ մեկին չնախանձեցիր, ոչ մեկին չբամբասեցիր, էլ ոչինչ չարեցիր։ Հա, եւ դա քո ներքին պահանջն էր։ Ոչ։ Դերասանություն ասա։ Իդեալական ներկայացնել կյանքը ավետարանից հեռու ընդհանրապես օգուտ չի։ Ընդհանրապես, բոլորս պայքարի մեջ ենք եւ մեր պայքարում մենք ամբողջությամբ պիտի վստահենք Աստծուն, հանձնվենք Աստծուն։ Բաց գլխով առանց պաշտպանության կրակող թշնամու դեմ գնալը դա ամենախելամիտ բանը չի, որ մարդն անում է։ Գլուխդ սաղավարտով ծածկի, չգիտեմ, հավատքի վահանով քեզ ծածկի, դրանից հետո մի ասա, ինձ ամեն բան սուրբերի համար ամեն բան կարելի է, այդպիսի շատ սուրբեր ենք տեսնել ու հանդիպել։ Դուք եղեք մարդ, պայքարող մարդ, որ ձգտում է մի նպատակի, լինել փոքրիկ քրիստոնյա, Քրիստոս, լինել Քրիստոսի նման, որովհետև Աստված ինձ սահմանել է Հիսուս Քրիստոսի նման լինել։ Ամեն։ Եվ երրորդը, անգամ Աստծո սիրելն էլ մեզ տրվում է Աստծու կողմից եւ նրա տված սիրով ենք սիրում նրան։ Քո լույսով ենք լույս տեսնում։ Այնպես չի, ես Աստծուն շատ եմ սիրում, այդ սերը քեզանից լինել չէր կարող։ Եթե քո մեջ կա սեր Աստծո նկատմամբ, այդ սերը քեզ տվել Աստված։ Որովհետև սերը մեր սրտերի մեջ սփռվում է Սուրբ Հոգու ձեռով, ասում է Պողոս առաքյալը Հռոմացիների թղթում։ Որովհետև Աստված հավատքի չափ բաժանեց։ Բայց այն ժամանակ, որ մեղքի ու աշխարհի մեջ էր, ինչու հավատքը, ուր էր քո հավատքը, ուր էր քո սերը Աստծո նկատմամբ։ Եվ մի օր Սուրբ Հոգին բռնեց քեզ, Սուրբ Հոգին այցելեց քեզ։
եւ Աստված պատրաստել էր մեկին, որ այցելի քեզ ու ավետարանի խոսք ասի։ Մեկն եկավ ասեց, եւ դու արդեն ընդունեցիր։ Ես ճանաչում եմ մարդիկ, որ տասնյակ տարիներով իրենք պայքարել են քրիստոնյաների դեմ եւ հանկարծ մի օր Աստված, որ իր համար արդեն պատրաստել էր այդ օրը, մեկը գալիս է ինչ-որ մի խոսք ասում, այդ օրվանից ամբողջությամբ լցվում է հավատքով ու Աստծո սիրով։ Թե կամենալը, թե ներգործելը եւ թե անելը նրանից է, եւ մենք պիտի հանձնվենք ամբողջությամբ նրան, որ նրա նման լինենք։ Ավգուստինը գրում է. անկասկած մենք էլ ենք ջանքեր գործադրում, բայց միայն համագործակցելով աշխատող Աստծո հետ, որովհետև նրա ողորմությունը գնում է մեր առաջից։ Այո, ասում եմ, մենք ջանքեր պիտի գործադրենք, բայց պիտի համագործակցենք մեր համար, մեր վրա աշխատող Աստծո հետ, որովհետև նրա շնորհքը գնում է մեր առաջ։ Լսի, քո պայքարների մեջ դու մենակ չես, նա իր շնորհքն ա տվել, եւ այդ շնորհքը բավական է քեզ։ Նրա շնորհքը ոչ թե քո ուժը, ոչ թե քո ազնվացեղությունը, ոչ թե որովհետև ձեր ցեղը առաքինի է, որովհետև այսպես հեքիաթներ այնքան եմ լսում եւ այնքան եմ զզվում այդ հեքիաթներից։ Սրանց ցեղը նայա, սրանց ցեղը նայա։ Հələ մի հատ անկեղծ նայի քո սրտի ցանկություններին։ Բա քո սրտի ցանկությունները, այդ որտեղից է, այդ որ ցեղից եկավ միացավ քեզ։ Թե Ադամի ցեղից չես դու։ Նրա շնորհքը հերիք է մեզ։ Ես նրա շնորհքով եմ ինչ որ եմ։ Ալելույա։ Եվ նրա շնորհքը ինձ չի թողի, որ իմ կյանքը նպատակավրեք ես ապրեմ։ Փառք Տիրոջը։ Ալելույա։ Այսպիսով սրբության համար պայքարը դա միասնական աշխատանք է։ Ալելույա։ Պողոսը Հռոմի քրիստոնյաներին գրում է 12-րդ գլխի առաջի համարում. ձեր մարմինները ներկայացրեք կենդանի, սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարագ, որ է ձեր բանական ծառայությունը։ Եվ եթե մենք այս հոգեվոր երկրպագության ակտը կատարում ենք եւ հնազանդվում ենք, դրանից հետո գալիս է մտքի նորոգությունը։ Մենք պիտի մտքով նորոգվենք, մտքի նորոգություն, որպեսզի հասկանանք, սա չի կարելի, սա վատ է, սրա համար արժի մեռնել, սրա համար ընդհանրապես ոչինչ չարժի տալ։ Մեր միտքը պիտի նորոգվի, իսկ մեր միտքը նորոգվելուց առաջ մենք պիտի ասենք. Տեր, ահա ես։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, եթե ձեր կոչումն է լինել զոհ կենդանի Աստծո համար, զոհ չի այնքան ժամանակ, քանի դեռ այդ զոհին կամ չեն զոհել կամ զոհասեղանի վրա չեն բարձրացրել։ Մի խնայեք ձեզ, վստահեք Աստծուն, հանձնվեք Աստծուն։ Եվ որպեսզի լինենք կենդանի զոհ, պիտի հիշենք ամենակիչը 4 բան։ Ինչպես են մարդիկ դառնում կենդանի զոհ։ Ուզում ես իմանալ։ Եթե Պողոս առաքյալն ասում է ձեր մարմինները կենդանի զոհ ներկայացրեք Աստծուն, սա ձեր բանական պաշտոնն է, ուրեմն իմանանք 4 կարևոր բան։ Առաջինը ապաշխարություն։ Ես ինչպես տեսնում եմ, շատ քրիստոնյաներ շրջանցում են ապաշխարությունը, փորձում են ապաշխարությունից այն կողմ եղած բոլոր օրհնություններն ունենան։ Անհնար է, սիրելի բարեկամ։ Եվ ապաշխարությունը դա միակ անգամ արված գործողություն չի, ապաշխարությունը ամբողջ կյանքի համար է։ Կա մեկը, գոնե մեկը, որ այսօր առավոտյան թույլ է տվել մի բան, որի համար զղջացել է, որի համար ինքը պիտի ապաշխարի։ Սուրբեր, կատարյալ սուրբեր, տեսեք մի մեղավորի։ Ապաշխարությունը կյանքի ընթացք է։ Ամեն օր դու կարող ես սխալվել։ Ես չեմ ասում պարտավոր ես սխալվել, բայց կարող ես սխալվել, կարող ես սայթակել։ Եվ ապաշխարությունը լավագույն բանն է, ամեն ինչից առաջ։ Շատերը շատ են հպարտ, որ ապաշխարեն։ Շատերը շատ են մեծամիտ, որ նսեմանան։
Գիտեք իմ սիրելի քույրեր եղբայրներ, մենք մեր մասին, մենք հայ ենք, շատ բարձր կարծիք ունենք, բայց գիտեք այնպիսի բաներ, ես միգուցե պատմել եմ շատ կես րոպե, մի կարևոր բժշկի մոտ սպասում էի տարիներ առաջ էր, չգիտեմ, ողնաշարի մասաժների։ Եվ հանկարծ այդ կարևոր բժշկի մոտ կարևոր իրադարձություն էր տեղի ունեցել, աղջկան ամուսնացրել էր եւ բոլոր կարևոր բժիշկներն եկել էին այդ կարևոր բժշկին շնորհավորելու։ Եվ այդ բոլոր կարևոր բժիշկները շնորհավորում էին եւ այդ կարևոր բժիշկն էլ ասում էր. «Ես աղջկաս ասեցի, հանկարծ սրանց երես չտաս»։ Ես լսում եմ ու ասում եմ. «Տեր իմ Աստված»։ Եթե դու նաեւ այսպիսի բժիշկ ես, ուրեմն ես ուր եմ եկել այստեղ։ Ինչ է նշանակում սա։ Ինչ է նշանակում։ Երես չտաս։ Այսինքն դու միշտ եղի վերջը գնացել ես ընտանիք, այս ընտանիքի մասն ես կազմելու։ Սրանց ցավով ապրի, սրանց ուրախությունով ուրախացի։ Ինչ երես չտաս։ Շատ մայրեր իրանց աղջիկներին ասում են, հանկարծ մարդի երես չտաս, հա, կիսուրիդ երես չտաս, հա, լավ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ընդհանրապես։ Եվ եթե կարծում եք հիմա դա ինչ որ մեկին է վերաբերվում, դա մեր մեջ նստած է։ Դա ոնց որ թե շատ է տարածված մեր մեջ։ Ապաշխարություն։ Մենք ընդունում ենք մեր մեղքը, ընդունում ենք եւ որոշում ենք ել չգործել եւ ձեռնարկում ենք քայլեր, որ խուսափենք մեղք գործելու նպաստող իրավիճակներից եւ հանգամանքներից։ Ամեն։ Մենք ընդունում ենք, եթե սխալ ես արել, սխալդ ընդունի։ Ես ասում եմ, գիտեք ինչու շատերն իրենց սխալը չեն ընդունում, որովհետև ոմանք իրանց ներկայացնում են երրորդ երկնքից իջած, սրանք էլ մտածում են, իա, բա ինձ տեսնի, որ ես երկրորդ երկնքում եմ եղել։ Բոլորն էլ սայթակում են եւ բոլորն էլ ապաշխարության կարիք ունեն եւ եթե իմանաս թե որքան ապաշխարության կարիք եմ ունեցել եւ շարունակում եմ ունենալ, միգուցե ինձ ասես ինչի ստեղից ու գնա։ Ես մարդ եմ քո նման։ Եղիան էլ մարդ էր, մեր պես գիրքերի ենթակա։ Եվ եթե դու դեմը չառնես, քո գիրքերը քեզ շատ վատ տեղ կհասցնեն։ Եթե քո հպարտությունը դու չբերես զոհասեղանի վրա, քո հպարտությունը քեզ կկործանի, ուղղակի ոչ կոչնչացնի։ Նայեք ձեր շուրջը, քանդված ընտանիքներ, քանդված հարաբերություններ, հայրեր, որդիներ, մայրեր, կեսուրներ, չգիտեմ ինչեր, Տեր իմ Աստված, որտեղից է այս ամենը գալիս։ Ոչ մեկը չի ուզում իր հպարտության պատվանդանից իջնի։ Իջեք, խնդրեմ։ Քո ամուսինը կապաշխարի հենց որ դու քո հպարտության պատվանդանից իջար։ Ալելույա։ Առաջի Հովանես, առաջի գլխի 8-9 խոսքերը։ Հովանեսն է գրում, Հովանեսը, ես չեմ, Հովանեսն էլ է իմ նման եղել, Հովանեսն էլ է քո նման եղել, բայց մի տարբերության, որ ամբողջ ձգտումով փորձել են եւ ձգտել են ազատվել։ Եթե ասենք թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, բայց եթե խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ է եւ արդար, որ մեղքերը ների մեր եւ մեզ սրբի մեր ամեն անհավատությունից։ Նա ամեն խոստովանող, զղջացող, ապաշխարող, մեղքը ընդունող, մեղքից ազատվել ցանկացող մեկին եւ ներում է եւ ազատում է։ Ալելույա։ Քեզ համար հույս կա, իմ ասածը սա է։ Քեզ համար հույս կա, իմ ասածը սա է։ Մի շարունակի մտածել, որ վերջ միևնույն է սրանից պրծում չկա, դրանից պրծում եւ ազատում կա, ասում եմ։ Եվ Աստված այդ ազատողը։ Շարունակի պայքարել, մեղքդ ընդունի, այո, ես ընդունում եմ իմ մեղքը։ Տեր, ազատի ինձ։ Տեր, ազատի ինձ, չեմ ուզում այլևս այսպես ապրեմ։ Չեմ հաշտվում սրա հետ։ Չեմ ուզում, ես ուզում եմ քո նման ապրեմ, ես ուզում եմ քո մոտ կամ, ալելույա, փառք Տիրոջը։ Գիտեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, ապաշխարության մեջ մի բան կա, որ այստեղ Հակոբոսը շեշտեց, Հովանեսը, եթե խոստովանենք։ Լսեք, այս խոստովանության ինստիտուտը մեր մեջ ուղղակի
ուղղակի աղավաղվել է եւ սա սուրբ գրային հաստատություն է, որ մենք պիտի դառնանք։ Ինչ եք կարծում, ինչու կա եկեղեցին այնպիսին ինչպես որ կա։ Մեր եկեղեցին ունի տնային խմբակներ, ունի տնային խմբակի ավակ, խմբի պատասխանատու, տարածքային հովիվ եւ վերջապես ավակ հովիվ։ Ինչու գիտեք։ Իմ սիրելի քույրեր եղբայրներ, երբ որ առիթ ունենաս, կիսվես քո ավակի հետ։ Կիսվես։ Ոչ թե խոստովանությունը քեզ փրկում է, եթե չխոստովանվես, չես փրկվի, այլ որովհետև փորձառու մի հոգևոր մարդ ավետարանից քեզ ճանապարհը ցույց կտա, ինչպես անես, որ այդ ոնց են ասում, այդտեղից դուրս գաս։ Ուղղակի լեզուս չի պտտվում, ասեմ, այդ չորտվայ կալոսը։ Չեմ ուզում վերջը, բայց դե կա, մարդիկ ընկնում են ու պտտվում են այդ կալոսի մեջ, ընկնում են այդ անիվի մեջ ու պտտվում են այդ սատանայի անիվի մեջ։ Դուրս գալու հնարավորություն կա, կանգ առ խոստովանի։ Այո, պիտի ամաչես էլ, ինչու չէ որ։ Օրինակ ինչու չէ։ Յո, բա հանկարծ իմանա, որ ես էսպիսին եմ, բայց լավ է, որ Աստված գիտի, որ դու իսկապես այդպիսին ես։ Եվ Աստված չի ուզում, որ էլ այդպիսին մնաս։ Օրինակ կաթոլիկները, ուղղափառները խոստովանում են քահանային, որից հետո քահանան հայտարարում է Աստծո թողության մասին։ Խոստովանության մասը բոլորովին ընդունելի է, բայց Աստծո թողության մասին հայտարարելը մարդու բաժինը չի։ Այո, եթե դու խոստովանես քո ավակին եւ ավակը քեզ համար աղոտ կանի, ավակը պիտի աղոտ չանի, Տեր ների իրան, որովհետեւ ինքը ինձ խոստովանեց։ Տեր օգնի, որ ազատվի։ Ամեն։ Ամեն ինչ իր տեղը պետք է ընկնի։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, բայց առանց խոստովանության կյանքի քրիստոնյան չի կարող հասունություն ունենալ։ Այսօր ժամանակն է, որ վերադառնանք առաքյալների ուսմունքին։ Հակոբոսն ասում էր 5:16-ում. իրար առաջ խոստովանեցեք ձեր հանցանքները եւ աղոթք արեք իրար համար, որ բժշկվեք։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, եթե հիվանդություն կունենաք, կուզենաք, որ բժշկվեք, նախ եւ առաջ քննեք ձեր սրտերը եւ խոստովանեք։ Գնացեք ձեր ավակի մոտ, խոստովանեք, ասեք։ Իհարկե, եթե մեղք եք գործել, չէ, հորինեք։ Բայց ինչու հորինեք, երբ որ այնքան կա, ինչու հորինեք։ Հորինում են, երբ որ չկա։ Ենթակայությունը իրար կրծերին, ավակին խաղում է անփոխարինելի դեր հոգևոր հասունացման եւ կայացման գործում։ Դուք պիտի մեկի ենթակայության տակ լինեք եւ նրան խոստովանեք։ Լսեք, սա վարդապետություն չի, ես քեզ ասում եմ, որպիսի նա քեզ համար աղոտ կանի, օգնի, խորհուրդ տա, ներողն Աստված է, մարդուց չի ներումը։ Եթե խոստովանվեցիր ու չփոխվեցիր, դրանից ներում չի գալիս, եւ ոչ մի խոստովանություն ինքնին ներում չունի իր մեջ։ Իսկական խոստովանությունը ապաշխարությունից հետո եղող խոստովանությունն է։ Օրինակ, երբ որ մենք ջրով մկրտվում ենք, ինչ եք կարծում, եթե մեղավոր մարդուն բերենք ջրով մկրտենք, հետո ստեղից գնա շարունակի մեղք գործելը, այդ ջրի մկրտությունը այդ մարդու համար ինչ արժեք կամ ինչ իմաստ պիտի ունենա։ Ջրի մկրտությունն իմաստ ունի նրա համար, ով արդեն ապաշխարել է եւ գալիս է վկայում է. ես մեռել եմ մեղքի ու հանցանքների համար, ես կենդանի եմ Հիսուս Քրիստոսի հետ, այդ արդեն արժեք ունի։ Խոստովանությունն արժեք ունի այն ժամանակ, երբ որ ես զղջացել եմ եւ որոշել եմ այլևս չմեղանչել եւ գալիս եմ ու ասում եմ. եղբայրս, ես ուզում եմ, որ Աստծո առաջ անեմ այն ինչ որ ասում է, խոստովանեք իրար առաջ ձեր հանցանքները, իմ համար աղոտ կանես, որ ես չվերադառնամ դրան, որ Աստված ինձ ուժ տա, ես ազատվեմ դրանից։ Նորից կրկնում եմ, սա մենք չենք դարձնելու կարգ, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ դու իմանաս ճշմարտությունը, երբ որ անհրաժեշտ լինի, այո, ես էլ եմ պատրաստ քեզ լսելու, բայց հուսով եմ, քո հովիվը, քո խմբի պատասխանատուն, քո կողքինը, ավելի մոտ։ Ենթակայությունը մեր մոտ, չգիտեմ, դարձել է որ աստիճանի երկրորդական բան։ Ո՞վ է քո ավակը։ Ո՞վ է քո ավակը։ Ես անցած անգամ այդ մասին էի խոսում եկեղեցու բաժնում։ Ո՞վ է քո ավակը։ Ավակ ունես։ Ո՞վ է քո ավակը։ Իմ ավակը Հիսուսն է։ Ինձանից հեռու գնա։
քոպես մարդ ես չեմ ուզում։ Ով է քո ավակը։ Տիրոջ եւ Գեդեոնի սուրը, հիշում եք։ Տիրոջ սուրը հերիկա, չէ, պիտի հայտա հրճակեին։ Տիրոջ եւ Գեդեոնի սուրը։ Ով է քո Գեդեոնը։ Եվ այսօրվա քրիստոնեության այս ջրիկանալու պատճառներից մեկն է դա, որ ամեն մեկը ինքնագլուխ է։ Ինքնագլուխ եկեղեցի չկա։ Աստված կարգ հայտա, ամեն, ուզում եմ իմանալ, ասում էր Պողոսը, որ ամեն կնոջ գլուխը ամուսինն է, ամեն մարդու գլուխը Քրիստոսն է, եւ Քրիստոսի գլուխը Աստվածը։ Ինչու հնարավոր չի, չէ որ կինն ազատ է։ Էլ ինչ գլուխ։ Չէ որ ես ազատ եմ Տեր Հիսուս Քրիստոսով, էլ ինչ գլուխ։ Դրա համար ամեն ինչ ջրիկանում է։ Ենթակայություն, պատասխանատվություն, որ ամեն ինչ ընկնի իր տեղը։ Ամեն։ Ուզում եմ իմանալ, երկրորդ ճշմարտությունը ցանկությունների կամ ձգտումների վերափոխում, ռեֆորմացիա պիտի տեղի ունենա մեր մեջ։ Եվ մեր վատ սովորությունները, կապվածությունները, կախվածությունները, մոլությունները, տարբեր անվայել ցանկությունները պիտի մեզանից դուրս գա, ինչպես շատ պարզ, եկեղեցին ունի ավանդական կարգապահություններ, ինչպիսիք են աղոթքը, ծոմապահությունը, դրանք մեզ համար են, դրանցից ազատվելու համար, որպեսզի մեր ցանկությունները ռեֆորմացիայի ենթարկվեն, մենք պիտի Սուրբ Գիրք կարդանք, մենք ժամանակ պիտի հատկացնենք աղոթքին, մենք ժամանակ պիտի հատկացնենք ծոմապահությանը, հիմա ինչ որ մեկը կասի, դա ինչ կարող է փոխի, այո, Սուրբ Գրքի ազատագրության միջոցները սրանք են, երբ որ դու գնում ես բժշկի, ասում է գլուխը ցավում է, այսինչ դեղը խմի ու գլխացավդ կանցնի, ինչու չես ասում, իսկապես, գալիս ես ու անմիջապես խմում ես, բայց երբ որ Սուրբ Գիրքն է ասում քեզ, աղոթք արա, ծոմ պահի, ծոմապահության աղոթքը ամենադժվար բաները, ամենավատ տեսակները, որից դու չես կարողանում ազատել, օգնում է քեզ, որ ազատվես։ Ալելույա, սրան պիտի անդրադառնանք և գիտեք նաև որպեսզի փոխվի մեր ցանկությունները, մենք շատ բաներից պիտի հոժարակամ հրաժարվենք, օրինակ երբեմն գալիս են իմ մոտ ու հարցնում են, կարող ես ասել, որտեղ է գրված, որ խմելը արգելված է, լսի, ես անգամ չգիտեմ դու ինչ լեզվով ես խոսում, իսկ որտեղ է գրած, որ հարբեցողությունը որևէ մեկին օգուտ է տվել։ Ես չեմ հարբում, չափավոր խմում եմ։ Այդպիսի բան գոյություն չունի, դրանից մեծ սուտ չկա։ Դրանից մեծ սուտ չկա, որովհետև մեկի վրա 20 գրամ նա ազդում, որպեսզի ոտից ընկնի, մեկը լիտրերով խմում է ու հիմա որն է, ինչ չափ ընդունենք։ Լավագույն չափը մենք ընդունել ենք, չենք օգտագործում։ Չենք օգտագործում ոգելից խմիչք։ Դա լավագույն չափն է։ Սա չափավոր խմելն է, մենք չենք խմում։ Ամեն, ամեն։ Ինչ խաղ խաղանք։ Որոշ եկեղեցիներում շատ վատ խաղեր ընդունված չի։ Նարդի, հասկանում եք, եղբայրները հավաքվել են, էլ ավետարան չկա, Աստծո խոսք չկա, աղոթք չկա, նպատակ չկա, Տիրոջն աղաղակելու, նարդի են խաղում։ Խաղացեք։ Վերջում էլ էթալուց մի հատ նարդի տվեք թևների տակ, բա հավիտենության մեջ ինչ եք անելու պարապ։ Հասկանում եք։ Սուրբ Գիրքն ասում է, թե ուտեք, թե խմեք, ինչ բան էլ որ անեք, Աստծո փառքի համար արեք։ Ես դուշեշ բերեցի Աստծո փառքի համար։ Լսեք։ Եթե քո արածով Աստված չի փառավորվում, փոխի, անմիջապես փոխի։ Այո, դրանք ունեն մեծ ընդհանուր բնութագիր, նրանք ինքնանպատակ չեն, այլ ուղղակի ծառայում են սխալ ցանկությունները աստվածային ցանկություններով փոխարինելու, երբ որ դու քեզ հրաժարվում, քեզ զրկում ես որոշ բաներից, որոնք օգուտ չեն տալիս, եթե դու քեզ տրամադրում ես Աստծո խոսքը կարդալուն աղոթքի ծոմապահությանը,
Դրանք հոգևոր միջոցներն են, հոգևոր դեղերն են, որ քեզ փոխում են, որ դու կարողանաս սուրբ կյանք ապրես, որովհետև առանց սիրո եւ սրբության ոչ ոք հորը չի տեսնի։ Իսկ իմ ամբողջ կյանքի նպատակը եղել է իմ բոլոր գիտակցական կյանքի նպատակը 8 տարեկանից եղել է Տիրոջը տեսնելը, Տիրոջ մոտ լինելը։ Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Ոչինչ չեմ ուզում, բացի Տիրոջից։ Ուրիշ ոչինչ ինձ պետք չի։ Ես պատրաստ եմ ամեն զողության, միայն պատրաստ չեմ Տիրոջից հեռու ապրելու։ Ես պատրաստ եմ այս պահին մեռնելու, բայց պատրաստ չեմ առանց Տիրոջ ապրելու, մեկ ժամ անգամ։ Պիտի վարժեցնենք մեզ ճիշտ բաներին, որովհետև Պողոս առաքյալը հիշում եք Տիմոթեոսին գրում էր. «Անձդ վարժեցրու աստվածպաշտության մեջ»։ Ասա խնդրեմ, ինչպես վարժեցնեմ անձս աստվածպաշտության մեջ։ Կներեք, անցադրամ պրիմիտիվ բանը, նարդի խաղալով, աստվածպաշտության մեջ վարժեցնում եմ։ Հա, եղավ։ Կլինի։ Աղոթքով վարժեցնում եմ անձս աստվածպաշտության մեջ։ Եղավ։ Այո։ Ծոմապահությունով վարժեցնում եմ անձս աստվածպաշտության մեջ։ Եղավ։ Այո։ Ինձ տվել եմ Սուրբ գրքի ուսումնասիրությանը, ես անձս վարժեցնում եմ աստվածպաշտության մեջ։ Երանի այն մարդուն, որ ծաղր անողների աթոռին չի նստում, ես հրաժարվում եմ այն կամպանիայից, որովհետև անձս վարժեցնում եմ աստվածպաշտության մեջ։ Երբ որ իմ մոտ բամփասում են, սիրտս խառնում է, ես իմ անձը վարժեցնում եմ աստվածպաշտության մեջ։ Վատ մարդկանց հետ ընկերություն չեմ անում։ Եվ եթե վատ մարդկանց հետ ես ընկերություն եմ անում, մի նպատակով, որ նրանց ասեմ լավ Հիսուսի մասին։ Նրանք ինձ ծաղրում են, բայց միևնույնն է, ես չեմ լռում։ Եթե կամ այնտեղ իրանց հետ, ուրեմն Հիսուսն այնտեղ է ինձ հետ, իսկ եթե Հիսուսն այնտեղ չկա, ես այնտեղ չեմ ուզում լինել մեկ ժամ էլ, մեկ վայրկյան էլ։ Ամեն։ Հալելույա։ Սուրբ կյանք։ Սուրբ կյանք։ Ինչ է սուրբ կյանքը? Հիսուսի նման կյանք։ Հիսուսի կյանքի նման կյանք ապրել։ Ամեն։ Նայեք, տեսեք, ես արդեն ասեցի, որ մեղքը գալիս է բնական ճանապարհով, բայց սրբությունը երբեք բնական ճանապարհով չի գալիս։ Նա պահանջում է բոլոր քրիստոնյաներից աղոթքի հարատևություն, Սուրբ գրքի ուսումնասիրություն եւ խիստ քրիստոնեական կարգապահություն։ Բարկությունը, նախանձը, հպարտությունը, ծուլությունը, ժլատությունը, շատակերությունը, ցանկությունները, որոնք մահացու մեղքեր են, եթե մենք սրանցից չազատվենք, Աստծուն երբեք չենք տեսնի։ Սրանց մասին շատ չի խոսվում, 3 բան կա, 3 մատ ծալելով բոլորն ուզում են իրենց հարցերը լուծեն։ Իսկ որ շատակերես եւ քո համար քո որովայնը, քո Աստվածն է ինչպես Սուրբ Գիրքն է ասում, դրա մասին ինչ կասես, սիրելի բարեկամ։ Իսկ որ նախանձող ես, ոչ մի խոսք չես խոսում, բայց սրտիցդ արյուն է գնում, երբ որ տեսնում ես կողքինիդ հաջողությունը։ Դրա մասին ինչ կասես։ Բայց ցանկությունները, որ աչքերդ գնում ամեն տղամարդու կամ ամեն կնոջ հետևից, դրա մասին ինչ կասես։ Ես որ լուրջ բաների մասին եմ խոսում, ինչ որ ոմանք ասում են, Ռուբիկ եղբայրը բարկացած է։ Ես բոլորովին բարկացած չեմ, ես ավետարան եմ կարոզում։ Եվ եթե Ռուբիկ եղբայրը բարկացած է, իր հին բնության վրա է բարկացած։ Խորհուրդ եմ տալիս, դու էլ բարկացի քո հին բնության վրա եւ մի հաշտվի նրա հետ։ Մեղքի հետ մի հաշտվի, անօրնության հետ մի հաշտվի, շատակերության հետ մի հաշտվի։ Բարկություն, նախանձ, հպարտություն, ծուլությունը, բա ծուլությունը։ Իսկապես մեր օրերում շատերը ծուլության մեղքի մեջ են։ Շատերը։ Գիտեք, քանիստ եք գնացել բժշկի ու ձեզ ասել է գոնե 3 կիլո պիտի պակասես։ Ծուլության հետևանք է հիմնականում եւ շատակերության։ Հիմնականում եմ ասում, որովհետեւ ես չեմ ուզում ոչ մեկին նեղացնեմ, որովհետեւ ուրիշ բաներ էլ կա, դիվանդության, չգիտեմ, վերջը, ուրիշ ժառանգական, հազար ու մի բաներ կա, չեմ ուզում ամեն ինչ խառնեմ իրար, բայց մեծամասամբ անշարժությունը, նստած տեղը մնալը, մեզ վնաս է տալիս, ծույլ մի եղեք, ջանասեր եղեք, աշխատասեր եղեք։ Գտեք միտեղ ավետարանի մեջ, որ Հիսուս 3 օր քնեց, շատ տեղեր կգտնեք, որ ամբողջ գիշեր աղոթք արեց, առավոտյան էլ եկավ ու սկսեց դիվահարներ բժշկել։ Դա կգտնեք, բայց որ մի քանի օր իրար վրա Հիսուս քնեց ու ոչինչ չարեց, դա երբեք չեք գտնի։
Գիտեք ինչու։ Որովհետև աղվեսները որ չեն ունեին, երկնքի թռչունները բույներ, բայց Հիսուս Քրիստոս տեղ չուներ, որ գլուխը դներ ու քներ։ Փառք Աստծո ձեր ունեցած տեղի համար, վայելեք ձեր փափուկ անկողինները, բայց ամեն ինչը թող ժամի մեջ լինի։ Փառք Տիրոջը ձեր լիք սառնարանի համար, վայելեք, բայց չափավոր։ Եվ երրորդը մտքի փոփոխություններ, ասեցի առաջինը ապաշխարություն, երկրորդը ցանկությունների, ձգտումների ռեֆորմացիա, փոփոխություն, եւ երրորդը մտքի փոփոխությունն է, մտքի փոփոխություն։ Մեր միտքը պիտի փոխվի։ Մենք ոչ միայն պիտի հնազանդվենք մեր բնական ախորժակներին, այլ մտքի նորոգության միջոցով մտածենք Հիսուսի նման եւ աշխարհին նայենք Աստծո աչքերով։ Հենց այսպես է, որ մենք կարողանում ենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում մեր հետ, մեր շուրջը, մեր մշակույթի հետ, ինչ է կատարվում։ Մենք մերժում ենք այն բոլոր սուտ միֆերը, որոնցով ապրել են, առաջարկում մեզ այսօր, գոնե մեր հեռուստատեսությունը եւ լրատվական շատ տարբեր միջոցներ։ Դրանք կեղծիքներ են, միֆեր են, սուտ չափանիշներ են։ Եվ մեզանից շատերն էլ ասում են կյանքից վերցրած, բայց որ կյանքից, հաստատ եկեղեցու կյանքից չի վերցրած, հաստատ չարության կյանքից է վերցրած, որի հետ մենք առնչություն պիտի չունենանք։ Լսեք, խնդրում եմ ձեզ, հավատացեք, եթե դուք ձեզ լավ եք զգում, հայկական հեռուստա տեսությունը միացրած ժամերով ձեր տան մեջ, լուրջ վտանգի մեջ եք, ես հայտարարում եմ, լուրջ վտանգի մեջ եք, շատ լուրջ վտանգի մեջ եք, և եթե կարողանում եք այդ սերիալները նայել, դուք լուրջ ապաշխարության կարիք ունեք, դուք լուրջ ապաշխարության, անգամ դուք չեք հասկանում, որքան վտանգված եք, և որքան վտանգված է ձեր ապագան, որովհետև, ես ասում եմ, փառք Աստծո, մեր տան դա չկա, շատ գեղեցիկ հեռուստացույց ունենք, բայց դա չկա, անջատված է, չկա, գոյություն չունի և չի կարող լինել։ Իսկ որտեղից գիտեմ, հանկարծ միտեղ հույր եմ կնում, միտեղ և տեսնում եմ միացած է, և շատ տեղեր լավագույն ողորմությունը, որ ինձ անում են, մի քիչ ձայնն իջացնում են, բայց դա արդեն ինձ մեծագույն հակակրանք կա իմ մեջ դրանցից։ Երբ որ տեսնում ես, չգիտեմ, ես ուղղակի չեմ հասկանում, ինչ են ուզում այս ազգի առաջնորդները, որ մի դեղնակտուց իր երկու հատ նոր աճած միրուքով, սպիտակ մազերով ապրած մարդկանց, որոնք ամբողջ կյանքներն ապրել են առաքինի կյանքով, նոր բան են սովորացնում, թե ուզում են հիշացնել, որ դուք սխալ եք ապրել, բաց եք թողել, այն ինչ, որ հիմա մենք վայելում ենք։ Մեր չափանիշը ավետարանը պիտի լինի, ավետարանի մշակույթը, Աստծո մշակույթը, մեր մշակույթը ձեռքից գնում է, դուք հետները մի գնացեք ձեռքից, դուք մնացեք Հիսուսի տիրույթում, Ալելույա, փառք Տիրոջը, և չորրորդ բանը, բարեգործությունը, սուրբ կյանք ապրելու համար բարեգործությունը դու չես կարող բաց թողել, գիտեք ինչու, Հակոբոսը գրում է, 1:27-ում, սուրբ և անարատ աստվածապաշտությունը Աստծո և հոր առաջին սա է, սուրբ կյանք ապրելը Աստծո առաջին սա է, որբերին և որբևայրիներին այցելել նրանց նեղության ժամանակ և իր անձը աշխարհից անարատ պահել, ալելույա, ալելույա, դու չես կարող քեզ սուրբ կոչել, քանի դեռ կողքից սովածի նկատմամբ անտարբեր ես, հիվանդի նկատմամբ գութ ես փակում, եւ որ կարող ես քո ծուլությունը մի քիչ հաղթահարելու մի հիվանդի այցելել կամ մի կարիքավորի օգնել, Սուրբ Գիրքը մեզ ամեն բան սովորացնում է։ Երբ մենք հոգ ենք տանում Աստծո սիրելիների համար,
աղքատների, խեղճերի, լքվածների, որբերի, հիվանդների, բանտարկվածների եւ բոլոր նրանց համար, որոնք անարդարության պատճառով տանջվում են, այդպես մենք անմիջապես Աստծո հետ մտնում ենք չարի եւ բարի հավիտենական, հավերժական, մշտժնական պայքարի մեջ։ Դուք հասկանում եք։ Երբ որ դու մի սովածի ես կերակրում, այդպիսով կերակրում ես Հիսուսին։ Այնց էստեղը հասկանալի դառնում, որ Հիսուսն ասում էր սոված էի, չկերակրեցիր, հիվանդ էի, չայցելեցիր, դու չես կարող առանց սրա կանգնել Հիսուսի աջ կողմում, իսկ ես շատ եմ ուզում, որ Հիսուսի աջ կողմում կանգնեմ, դրա համար ուզում եմ ես ապրեմ այսպես, նաև քեզ այդպես սովորացնեմ։ Հալելույա, փառք Տիրոջը։ Այ միջայլոց ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, մենք զոհաբերություն հանգանակություն արեցինք, մեր հանգանակությունը շնորհակալ եմ, որ առատաձեռն եղաք եւ շնորհակալ եմ, որ 1 միլիոն դրամ հանգանակություն հավաքվեց։ Ուրիշ եկեղեցիներն էլ եւս 1 միլիոն դրամ հանգանակություն արեցին եւ միասին 2 միլիոն դրամ ուղարկեցինք այն հաշվի համարին, որը պիտի օգտագործվի Արցախի համար։ Հալելույա, փառք Տիրոջը։ Հալելույա։ Այո, եկեղեցին հասարակության մասնիկն է, հասարակության ուրախությունը եկեղեցու ուրախությունն է, հասարակության ցավը եկեղեցու ցավն է եւ մենք մասնակից պիտի լինենք։ Մեզանից շատերի երեխաներն այնտեղ են։ Հալելույա, փառք Տիրոջը։ Այնպես որ մենք իրանց հետ ենք եւ իրանց համար աղոթք ենք անում։ Եվ այստեղ էլ մենք պետք է տեսնենք մեր կողքին ովքեր կան, որոնց կարող ենք ինչ որ կերպ օգտակար լինել։ Երբ մենք անում ենք այսպես, մենք Աստծու կողքին կանգնելով հասկանում ենք, թե ինչպիսի վերաբերմունք պիտի ունենանք ուրիշների նկատմամբ եւ ինչ տալիք ու առնելիք պիտի ունենանք Աստծո հետ։ Ամեն, ամեն։ Վերջացնում եմ։ Լավ է, որ ես մտածում էի սա արագ կանցնեմ եւ նոր բան, բայց նորը ուրիշ անգամ, փառք Աստծո։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ արդեն առիթ կունենանք մի շատ հրաշալի բանի մասին խոսել։ Հին ուխտում Տերն ասում էր. «Սուրբ եղեք, որովհետև ես ձեր Աստվածը սուրբ եմ»։ Մենք արդեն կարդացինք։ Ելից 29:45-ում կարդում ենք. Իսրայելի որդիների մեջ պիտի բնակվեմ եւ նրանց Աստվածը լինեմ։ Ուշադրություն դարձրեք։ Այստեղ նրանց մեջ բնակվելը ուղիղ թարգմանությամբ ստացվում է. վրանս նրանց մեջ կբացեմ։ Լսիր, դու ուզում ես, որ Աստված քո մեջ ապրի։ Իր վրանը քո մեջ։ Ես ուզում եմ Տերը իր վրանը այստեղ բացի։ Տերը մի պատվեր էր տալիս Իսրայելին, ասում էր. դե Իսրայելը երբ որ անապատում էր, հաստատ համոզված եղեք, այնտեղ հատուկ վրան չկար, զուգարանի վրան, չկար, ուղղակի չկար, որովհետև եթե լիներ, գրված կլիներ, բայց ինչ կար, Տերն ասում էր, ամեն մեկի բահ ունեցեք, բահ, սովորական բահ, որ կարիքի պատճառով երբ որ դուրս գնաս, դրանից հետո քո ձեռքի բահով ծածկես, որովհետև ես Տերս ման եմ գալիս քո բանակի մեջ, որ դրա պատճառով քեզ չզարկեմ։ Եթե դա, որ մարմնավոր ոլորտի բան էր, հիմա տեսեք, իսկ բա հոգու եւ ներսի աղտողությունը Աստված բոլորովին չի հանդուրժում։ Դրա համար էր ասում, սուրբ եղեք, որ ես իմ վրանը բացեմ ձեզ հետ։ Եթե մեկը կա, որ ուզում Աստված իր հետ բնակվի, նա ինքն իրեն սուրբ պիտի անի, որ Աստված իր հետ բնակվի։ Նայեք շարունակության մեջ, ուշադրություն, շարունակության մեջ։ Դա է ասում նաև նոր կտակարանը։ Սկզբումն էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր, եւ խոսքը մարմին եղավ, եւ մեր մեջ բնակվեց նորից, մեր մեջ բնակվելը իր վրանը մեր մեջ բացեց։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ,
Մենք մեզ համարում ենք Սուրբ Հոգու տաճարներ։ Սուրբ Հոգով մկրտված մարդիկ կան այստեղ։ Հալելույա։ Մեծ պատասխանատվություն ունես, Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում։ Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում։ Եվ դրա համար առաքյալն ասում էր. եթե մեկը այդ տաճարն ապականի, Աստված էլ իրեն կապականի։ Իսկ տաճարը մենք ենք, որ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է։ Դրա համար Տերն ասում էր. Սուրբ եղեք, որ ես իմ վրանը ձեր մեջ բացեմ։ Հայտնության 21-րդ գլխի 3-րդ խոսքում. ահա Աստծո վրանը մարդկանց մեջ, եւ նա կբնակվի նրանց հետ, եւ նրանք կլինեն նրա ժողովուրդը, եւ նա կլինի նրանց Աստվածը։ Իսկ հայտնության գրքում արդեն պարզ գրված է. ահա Աստված, որ իր վրանը բացել է մարդկանց հետ։ Ահա Աստված, ես ուզում եմ դառնանք մի համայնք, մի եկեղեցի, որտեղ Աստծո բացած վրանը ակնհայտ լինի եւ բոլորս ականատես լինենք այդ ակնհայտ բացված վրանին։ Սուրբ եղեք, որովհետև ես ձեր Տեր Աստվածը սուրբ եմ, ահա պատգամը, սիրելի եկեղեցի, սիրելի քույրս, սիրելի եղբայրս, ոչ մի անարդարություն երկինք չի կնա։ Հիմա մենք պիտի ազատվենք մեր անարդարություններից, հիմա պիտի խոստովանենք մեր մեղքերը, հիմա պիտի վստահենք, որ Հիսուսի արյունը սրբի մեզ ամեն մեղքից։ Հալելույա, որովհետև Պետրոսը հռչակում է. դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ։ Հալելույա։ Դու այդպիսին ես, ուրեմն սուրբ եղի։ Ուրեմն սիրելի որդիների նման, սիրելի որդիների պես ձեզ կանչող սուրբի պես սուրբ եղեք, կամ սիրելի որդիների պես նմանվեք ձեր հորը։ Հալելույա։ Մեր հայրը սուրբը, եկեղեցին սուրբը, եւ մենք սուրբ կոչում ունենք, ապրելու սուրբ։ Ամեն։